Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջաբայանը կալանավորումից հետո առաջին անգամ այսօր Գյումրիի առաջնորդանիստ Սուրբ 7 Վերք եկեղեցում պատարագի է մասնակցել։ Դատարանի որոշմամբ Սրբազանին մարտի 18-ից թույլատրել են մասնակցել կիրակնօրյա պատարագներին եւ հաղորդություն ստանալ, սակայն պատարագ մատուցելու իրավունք դեռևս չեն տվել։ Սրբազանը կալանավորվել էր հունիսի 28-ին։ Վերաքննիչ դատարանը փետրվարի 6-ին Սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինել է տնային կալանքով։ Կիրակի առավոտյան մայրաքաղաքում թիմակիցների հետ շրջած Նիկոլ Փաշինյանը մետրոյում խիստ տոնով քննադատել է արցախցի կնոջը Արցախի հայաթափման մասին հարցը լսելուց հետո։ Փաշինյանը Արցախից բռնի տեղահանվածներին նաև փախածներ է անվանել ու նախատել, չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել։ 2023 թվականին այդ դուք եք, որ մեղադրում եք ինձ, որ այս սահմանները փակել են, որ ժողովուրդը չգա Արցախ, Ղարաբաղի ժողովուրդը չգա Հայաստան։ Եվ ինձ պահանջում եք, որ սահմանները բացեն եւ ասում եք, որ հատուկ փակել է, որ Ղարաբաղի ժողովուրդը չգնա։ Հիմա եկել եք ստեղ ասում եք, վայ, բա մենք ուզում ենք վերադառնայինք։ Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք։ Բա ինչի՞ չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տենց։ Ես տենց կխոսամ ձեզ հետ տենց։ Ու այս քարտեզի մասին տենց կամահարանքով չխոսակ։ Որևէ մեկը կխոսեմ տենց ես հետ բարձր։ Ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Այս հանդիպումից հետո Փաշինյանի թեժ հանդիպումներն ու արկածները Երևանում շարունակվեցին։ Մի շարք նմանատիպ հանդիպումներից հետո նա եւս մեկ անգամ անդրադարձավ մետրոյում տեղի ունեցածին։ Պարոն վարչապետ, այսօր զոհվածի աղջկա եք ասել փախած մետրոյի մեջ, ինչպես կմեկնաբանեք։ Ինչ եմ ասել։ Բացառված է, որ ես տենց բան ասեմ։ Չասեցիք փախածներ, զոհվածի աղջկա եք ասել։ Ես տենց բան չի կարող ասել, եթե տենց անկալվել, սխալ անկալվել, եթե ինչ-որ մի բան չեմ ասել, ներողություն։ Բռնի տեղահանված անձանց եւ փախստականների հետ հաղորդակցությունն, ինչպես նաեւ նրանց իրավունքներին առնչվող հարցերի քննարկումը պետք է իրականացվեն պատշաճ զգայունության երաշխավորմամբ, հաշվի առնելով նշված խմբի խոցելիությունը, այդ են պահանջում ոլորտում գործող միջազգային իրավական չափանիշները։ Հանգստյան օրվա ամենաաղմկահարույց միջադեպին այսպես է արձագանքել մարդու իրավունքների պաշտպանը։ ՄԻՊ-ը կոչ է անում պաշտոնատար անձանց, քաղաքական եւ հասարակական բոլոր դերակատարներին իրենց հրապարակային խոսքի եւ հաղորդակցության շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն տեղահանված անձանց եւ փախստականների ու նրանց իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ։ Անհրաժեշտ է ապահովել, որպեսզի հանրային դիսկուրսը չառաջացնի կամ չխորացնի նրանց խոցելիությունը, այլ նպաստի համերաշխության, ներառականության եւ փոխադարձ արգանքի մթնոլորտի ձևավորմանն ու ամրապնդմանը, ասված է օմբուդսմենի հայտարարության մեջ։ Մերձավոր Արևելքում ռազմական իրավիճակի լարումից ի վեր Իրաքում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հետ կապ է հաստատել Հայաստանաբնակ Հայաստանի Հանրապետության 12 քաղաքացի, որոնք հանդիսանում են տարբեր ոլորտների պայմանագրային աշխատողներ։ Նրանցից 9 ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան, հայտնում են արտգործնախարարությունից։ Օրերս Բաղդադ, Քուվեյթ, Ռիադ, Թբիլիսի, Երևան երթուղով այս քաղաքացիները վերադարձել են հայրենիք։ Իրաքում մնում են Հայաստանի Հանրապետության 3 քաղաքացիներ, որոնցից 2-ն ունեն պայմանագրային պարտավորություններ, իսկ մեկը նախընտրել է մի փոքր էլ սպասել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածել իրանական էլեկտրակայաններին Հորմուզի նեղուցը չբացելու դեպքում։ Նախագահը նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները կոչնչացնի Իրանի էլեկտրակայանները, եթե Իսլամական Հանրապետությունը 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ չբացի Հորմուզի նեղուցը։ Այս հայտարարություններից հետո Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի Դամավանդ քաղաքին, որտեղ գործում է էլեկտրակայան։ Միևնույն ժամանակ շաբաթ ուշ երեկոյան իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի միջուկային հետազոտության
հետազոտությունների գլխավոր կենտրոնից ոչ հեռու գտնվող երկու բնակավայրերի, ինչի հետևանքով կան ավերված շենքեր եւ տասնյակ վիրավորներ։ Մասնավորապես բալիստիկ հրթիռներ են ուղղվել Արադ քաղաքին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է ճշմարիտ խոստում 4 գործողության 73-րդ ալիքի մասին։ Հաղորդվում է ավելի քան 200 զոհի մասին։ Վաղ առավոտյան էլ թիրախավորվել է Երուսաղեմը։ Իսրայելի ուղղությամբ հրթիռներ են արձակվել նաև Լիբանանից։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոստացել է անձամբ հետապնդել Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարներին այն բանից հետո, երբ այցելել է նախօրեին իրանական հրթիռային հարվածների ենթարկված քաղաքներ։ Մենք հետապնդելու ենք նրանց անձամբ, նրանց առաջնորդներին, նրանց կայանքները, տնտեսական ակտիվները։ Մենք հետապնդելու ենք նրանց անձամբ, ասել է Նեթանյահուն։ Իրանական բանակից էլ հայտարարել են, որ վերջին շրջանում Իսրայելի դեմ օգտագործում են ռադարների համար քիչ նկատելի անօդաչու թռչող սարքեր, որոնց արտադրությունն ավելի էժան է, քան այդ անօդաչուն որսալու համար օգտագործվող միջոցները։ Իրանը պատրաստ է համագործակցել միջազգային ծովային կազմակերպության հետ ծոցում ծովային անվտանգությունը բարելավելու եւ նավաստիներին պաշտպանելու համար, հայտնել է ՄԱԿ-ի ծովային գործակալությունում Իրանի ներկայացուցիչը։ Ալի Մուսավին նշել է, որ Հորմուզի նեղուցը բաց է մնում բոլոր նավերի համար, բացի Իրանի թշնամիների հետ կապվածներից, հավելելով, որ անցումը հնարավոր է Թեհրանի հետ անվտանգության միջոցառումների համակարգման դեպքում։ Դիվանագիտությունը մնում է Իրանի առաջնահերթությունը, սակայն ագրեսիայի լիակատար դադարեցումը եւ փոխադարձ վստահությունն ավելի կարևոր են, ասել է Մուսավին, հավելելով, որ Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարձակումներն են հանդիսանում նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառը։ 6 պայման եւ Իրանը պատրաստ է դադարեցնել պատերազմը Մերձավոր Արևելքում։ Այս կետերը հայտնի են դարձել Ալ-Մայդանին։ Աղբյուրի փոխանցմամբ պարտադրված պատերազմը դադարեցնելու Իրանի պայմաններից առաջինը երաշխիքներն են, որ պատերազմը չի կրկնվի։ Իսլամական Հանրապետությունը նաեւ պահանջում է ԱՄՆ բոլոր ռազմական բազաների փակում Արևմտյան Ասիայում, ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանին լիարժեք փոխհատուցում, ինչպես նաեւ տարածաշրջանային բոլոր պատերազմների դադարեցում, այդ թվում Իրանի հետ կապված բոլոր խմբավորումների դեմ։ Իսլամական Հանրապետությունը նաև պահանջում է Հորմուզի նեղուցում նոր իրավական կարգավիճակի ներդրում։ Իսկ մինչև այդ Իրանը հայտնում է, որ երկրի հարավային ափին Հորմուզ կղզու մոտակայքում խոցել է F-15 կործանիչ։ Վրաստանը հրաժեշտ է տվել համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ին։ Կաթողիկոս պատրիարքը վախճանվել է մարտի 17-ին։ Արարողությանը ներկա են գտնվել ավելի քան 40 պատվիրակություններ։ Հայկական պատվիրակության կազմում Վրաստան է մեկնել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Չնայած վրացական կողմի հրավերներին եւ պաշտպանների միջնորդությանը, քննչական կոմիտեն թույլ չէր տվել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին մեկնել Թբիլիսի, մասնակցելու ուղարկավորությանը։ Իլիա II-ի վերջին հրաժեշտի արարողությանը մայրաթոռից մասնակցել են Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը եւ իր հայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը։